Ողջույն եւ քաջառողջություն եմ մաղթում մեր հայրենատեր հայրենակիցներին։ Խնդրում եմ տարածել այս իմ հրատապ եթերը։ Մի փոքր սպասենք։ Արդեն կարող ենք սկսել, ինչպես գիտեք, արդեն 3-4 օրն արդեն տենց անցել են տոտալ հարձակման։ Այսօր փորձել եմ, մաքսիմալ փորձել եմ կորեկտ գտնվել։ Ու հույս ունեմ կստացվի, շատ դժվար է իմ առողջության հաշվին է լինելու, բայց դե կփորձեմ կորեկտ գտնվել։ Ինչպես գիտեք, Թուրքիայից թրքաբարոնները մի հատ ասես մեծ ծրագրի շրջանակներում ֆաս են տվել, այդ դոգ են ասում, ինչ են ասում, ես ասում եմ անունը հետայսու չեմ տալու, մի սովորական չլենասոս, չէ որ ասեմ այդ տուերով լսեք, փորձել եմ կորեկտ լինել, ֆաս են տվել, փորձում են մանախին պախարակեն, փորձում են մանախի պախարակմամբ իրանց կարծիքով մանախի պախարակմամբ կայանան, մոռանալով մի կարևոր բան, շատ կարևոր բան, որ իրանք արդեն իսկ իրականացրեցին քաղաքական ինքնասպանություն խառակիրի միջոցով։ Դա միանշանակ։ Ես հատուկ կորեկտությամբ եմ խոսալու, որ կանայք էլ լսեն։ Ես 4 օր աչերի խոսում, անընդհատ զանգեր այդ գալի բան, մեծ ծավալի ինֆորմացիայի հետ գործ ունեցանք, ես հասկանում եմ, որ պետք է հարձակում լինի, բայց այս բոյի լկտիություն, այս բոյի ուրեմն այն պատերից կախվել, ճտերից կախվել, սաղ տեղերից կախվել, այս բոյի զակազ, որ ոչ մի սահման չեն թողել, այսինքն սաղ կարմիր գծերը անցել են, ճիշտն ասած չէի սպասում նման ուժգնությամբ, բայց ես ասել եմ, ես ուժեղ մարդ եմ, ես կդիմագրավեմ ցանկացած մարտահրավերի, որովհետև ես գիտեմ իմ գործը, ես գիտեմ ինչ եմ անում։ Ես այս դաշտ որ մտել եմ, ես հասկացել եմ, որ ինձ ամեն ինչ էլ հնարավոր է լինի։ Ես դրանով պայմանավորված հիմա մի փոքր կանրադառնամ որոշ հարցերի եւ հիմնականը կպատասխանեմ ազգին հուզող են հարցերին, որոնք այդ եթերների ժամանակ այդ թրքերը ներկայացնում էին իբրև թե իրականություն եւ փորձում էին դրանով պախարակել։ Ես հույս ունեմ, որ ՉԻ այդ հարձակումից հետո եւ իրապես այդ զոմբիական խմբերի հարձակումից հետո այսքան հայոյանքների հասցեին ընտանիքից հասցեին հնչեցնելուց հետո ուրեմն փառավորվել առաջինը Փաշողլու հոգին փառավորվում է, ինքը տենց հատուկ կանոն ունի, չէ, երբ որ մի վատ բան է անում, փառավորվում է իր հոգին։ Փառավորվել են այն պետական դավաճանների հոգիները, ում ես թիրախավորված ներկայացնում եմ, որովհետև պետական դավաճաններ են, թիրախավորվել է ոչ մի պատահական մարդ, ով թիրախավորվել է բոլորը կապ ունեն։ Եվ գիտեք ինչ են սրանք սենց անում, մի պարզ պատճառով, որ այն քրեական գործերը, այն պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործերը, որ հետևանք չեն ստացել, դրանք մինչև հիմա չեն պատժվել, այսինքն ստոր քայլեր են գնում, այսինքն ստորների օգտագործում են, որ սես պախարակ են, մի հատ ամբողջ իսիտու, դա իրանց է թվում, շատերը հարց են տալի, ասում են ձեր տղեկը խիչ են խոսում։ Այդ ձեր պատերազմի դաշտում այդքան մարդու հետ եք առնչվել, եք արեն եք արեխի չեն խոսում։ Ով ինձ այդ հարցը տվել է, որ կամանձիր խոսանք, ես ասել եմ ոչ։ Մենք մի հատ ՉԻ պատճառով գաղտնիքներ չենք բացելու, ոչ էլ ունենք պատասխաններ տալու, բայց մենք պատասխանը լինելու է մի հարթությունում, իրանք անցել են բոլոր կարմիր գծերը։
Մենք ազգին կներկայացնենք, ինչա տեղի ունենում։ Մնացածը ով ուզում է չէին լսի, չէին հավատա, վերջի վերջո պետությունն է, թող պետությունը ընթացք տա։ Պետություն դուք ընթացք տվեք։ Խնդրում եմ ինձ բաներ մի ուղարկեք, խանգարում է եթերը։ Ուրեմն քթելա 3 հատ թե 4 հատ եսիմինչ աբսլուգներ, մեկն էլ ներկայանում է Արցախի կառավարությունում աշխատում, մեկը խոսում է ռուսերեն, մեկը եսիմինչ, ուրեմն լինգվիստիկ ոլորտի հատուկ գիտելիքներ ունեցող մասնագետները լսեցին այդ ռուսախոս, այդ իբրև թե հային, եւ տվեցին եզրակացություն, որ ազգությամբ ադրբեջանցի է։ Նայեք ինչ աստիճան են իջե։ Ադրբեջանցուն հանում են եթերի, որ մանախին լավ բան խոսա։ Պատկերացեք իրանք այնքան են բան արել, ռաշոտների մեջ սխալվել, որ անգամ իրանք են ասում, մենք չհասկացանք ինչ արեց։ Բա այդ խեյք հանե եթեր, ինչ եք ուզում լսեք։ Լսեք, որ ականապատումներ եմ արել, սեմարեն եմ արել, հա։ Այն մի կենթանուն են, որ անընդհատ իմ բառը չէ, որ անընդհատ ինձ քֆուր է տալի, մեզ քֆուր է տալի, այն որ չել ասում ով է։ Ուրեմն այդ կենթանին ու բոլորը, ովքեր խառնված են սրա մեջ, ուրեմն թող լսեն շատ ուշադիր։ Շատ ուշադիր լսեք։ Վաղվանից սկսվում է իրավական գործընթաց, քանի որ ես գործ ունեմ ձերպես բոզերի հետ։ Վաղվանից փաստաբանները շատ լուրջ գործընթաց են սկսելու, ու դուք կտենաք, այսենց որ այդ կճղակների, սմբակների այդ կուսակցությունը, որ բացել եք, ու սենց ամեն մի շարով, այսենց գցում եք մետպես մարդկանց փորձում եք փախարակել, դուք կտենաք հեսա համ իրավական գործընթացը, համ քաղաքական գործընթացը։ Տեսեք փչացնելը ոնց ալնում։ Որոշ մարդիկ էլ զանգել են, եկել են, ասում են, գիտեք ինչ կուսակցապետը տեղյակ չի, որ բանը շար են անում, կուսակցապետը տեղյակ չի, դու արձագանք են, որ իրանք դոգի հետ կապ չունեն ու իրանք ոչ մի բան չեն ասել, որ այսքան 10,000 հոգու մի օրվա մեջ լցրել եք, արա կպնում եք, ինձի կպնեք ու ասեք ինչի։ Կպել եք իմ ընտանիքին, կպել եք իմ սրբություններին, ես դրանցից թանկ բան աշխարհում չունեմ, իմ ծնողները, իմ ընտանիքը, մյուսը։ Չեք մացի, 45 տարվա ապրած կյանք ունեմ, չեք մացելու, ձեզ ասում եմ, զգուշացնում եմ, որ դուք լավ իմանաք, թե ում ինչ արել եք, մացել եք, իմ դեպքում չեք մացելու, հիշեք ձեզ ինչ եմ ասում։ Ես իմ ընտանիքը իմ կյանքով կպահեմ, իմ պատիվը, իմ արժանապատվությունը ոչ մեկ չի կարող վիրավորի, ոչ մեկ աշխարհում։ Էդի լավ հիշեք, լավ հետաքրքրվել եք, աչ ու ձախ մարդկանց եք գրգում, ես են անում, են խոսում, են փորձում համոզել, ես բոլորին ասել եմ, ես բան չեմ բանակցելու, կարմիր գծերը անցել են, ես ոչ մեկի հետ, այս հարցերով չեմ բանակցելու, կտենաք հետևանքը, միջև վերջ գնալու եմ, այդ պետական ավաճաններն էլ, որ այսօր սրանց արել են, կտել են ջերը, նրանց հարցնել է լուծվում։ Այդ թուրքերից, որ զակազը ստացել եք, պրոստը հետաքրքիր է, դոլարով են վճարել, թե թուրքական մանաթով, ինչ են տվել, ադրբեջանական փողը են տվել, ոնց են տվել, որ սենց հարցակվել եք։ Ու ձեր քաղաքական կարիերայի վրա մեծ գիծ քաշեցիք, մեծ խաչ քաշեցիք, որովհետև այն ինչ որ խոսում եք իմ մասին, սա հերքված բաներ են, նման բան գոյություն չունի, ոչ մեկը չեք կարող դա ապատ, հենց այդ արդեն հերիք է, ու դուք փորձում եք ներկայանալ, որ դուք արդարացիոն եք քարոզում, մարդկանց եք ուզում պաշտպանել, հա, հեսա հատ, այն ինչը ես հիմա օֆիցիալ կհերքեմ, այն մնացածն էլ դուք տեսեք հիմա դատական պրոցեսներ են սկսում, կզրելու եք ասում եմ, չեք պատկերացնի ոնց եք փչացել արդեն, ոնց եք խայտարակ լինելու։ Անդրադառնամ հիմա, քանի որ նյարդային ծանր վիճակում եմ, հասկացեք, 3-4 օր քունս էլ չի տանում, ներվերս չի հերիքում, 3-4 օր անընդհատ կապեր, անընդհատ մյուս, իմ հոգեվիճակն էլ պատկերացեք, այսքան հայոյանքներ լսել, այդքան ինչ լսում են, 10,000 այդքան գրում են ու մյուսը, հասկացեք, մարդու հոգեկանը սա խանգարվում է։ Ուրեմն, անդրադառնամ, մի քանի բաների կանդրադառնամ, Այն առաջնային էլ ես երկար չկարացես լսեմ, այն բաներ են ինձ ուղարկել։ Անդրադառնում են Ջիվան Աբրահամյանին, այն մեկը կար է, որ ասում է գնացել էի Մանախենստում։ Ասում է պարոն Ղուկասյան,
ասում է, այսօրվա պես հիշում եմ, բան էին ուտում, ֆոլգայի մեջ գրիլ էին ուտում, հիշում եմ այսօրվա պես, գրիլն էլ պրծել էր, սոխն էին ուտում, գնացել է մի հատ հարցով, իբրև թե աղբերս ասադանգ է, եթանք փրկենք, ես ինչ ա խոսում, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, ովքեր ինձ ճանաչում են, բոլորը գիտեն, որ Բանգլադեշի մեր տունը գտնվում է Անդրանիկի 31 բնակարան, Անդրանիկի 31 շեն բնակարան 51 հասցրել, մեր տունը, որը 9 հարկանի տուն է, ես իմ ամբողջ կյանքը ապրել եմ այդ շենքում, մեր տունը գտնվում է 9-րդ հարկում, 8-րդ հարկում տատիկիս տունն է, էդի սաղ աշխարհը գիտի, 45 տարի է ենք ապրում, մեր կյանքում մենք ոչ տուն ենք ունեցել 4-րդ հարկում, ոչ 5-րդ հարկում, ոչ ես տենց զիբիլ եմ ճանաչում, հետով է եկե, մեր տուն է եկե, ես իմ ինչ է պատմում, ու պատմում է, խոսում են Ջիվան Աբրահամյանից, որ Ջիվան Աբրահամյանը չի վիրավորվել, ես իմ որ դե եղե դեպք է եղել, չի վիրավորվել, ինքը Հավայի բաներ են խոսում, ուրեմն լսեք, ես հատ առանձնահատուկ, կետ առ կետ անդրադառնալ եմ, որպեսզի այս ազգը հասկանա, որ սա արհեստական պրոյեկտ է, եւ այն ինչ չեն կարող հրապարակայնորեն արեն, որ չդառնա քաղաքական, անում են նման այս բառը չեմ գտնում, այդ նման չերի միջոցով, մի պարզ պատճառով, հաշվի առնելով մի պարզ հանգամանք, որ տաքարի ունեմ, տակ գլուխ եմ, կարող մի տակ գլխություն անեմ եւ ընկնեմ այն թալակը, որը մենք արդեն ունենք ինֆորմացիա, թե ինչ թալակ են գծել, որ ինչա հնարավոր լինի եւ իրանց ուզածը դա է, չի լինելու։ Ես այս 4 օրը որ տակ գլխություն չեմ արել, ես շնորհակալություն եմ հայտնում իմ ընտանիքին, իմ հարազատներին, իմ լավ ընկերներին, իմ կռվող աղբերներին, որ այս 4 օրը իրոք չեն թողես տակ գլխություն անեմ։ Դուք պատկերացրեք ինքնասիրությանը որ դեն արդեն հասցրել, որ ոչ մի բանի alles չես ուզում կայնես։ Փառք ասու, իմ կողքն էին հոգեբանորեն, ես պինդ տղա եմ, բայց պատկերացրեք, երբ որ ընտանիքիդ են կպտում, այն էլ այս բոյի, այն էլ չեն էլ ասում ինչ եմ արել, չգիտեմ։ Թուրքին եթեր են անել, թուրքը պատմում է, որ ես սահականապատումներ եմ արել, ուզում են դրանով ինձ փչացնեն։ Ինչ պետք է անեի։ Էսի ասում եք նրա համար, որ ականապատված չէ պատերազմի են դաշտերում մենք այսքան զոհեր ունեցանք։ Հե արդար, հեսա նայեք ինչեր են բացելու։ Հաթաթ ուշադիր բռնվեք։ Դե միջև հիմա այսքանն եմ արել, ոչ թե ձեզ եմ խնայել։ Այսքանն էլ սпасել եմ հետևանքներին, որ միջև հիմա հետևանք չկա, պետական դավաճաններ։ Ես յան չեմ տալու, դուք ինձ ավելի եք գժվցրել։ Թե ժամանակ խաղանտետ եք տանում, հիմա ամեն վարքյան դուք թիրախավորվելու եք, ամեն վարքյան, թե ժամանակ շաբաթը մեկ է ձեզ դառնում, հիմա ես քնիցս ելնեմ, դուք եք կլնելու թիրախավորված, քրվեք, կտենաք հետևանքները ձեր, այդքան տաղա եք մտնում եք եթերներով ինձ եք քֆուլ տալի, համբերեք, այսինքն նոր մի հատ զոմբիական սիստեմա ստեղծվել, մենք փաշող լուր զոմբիներից էինք խոսում, դրանք ինչ է կատարվում։ Դրանք ինչ է կատարվում։ Ներողություն։ Խոսում եք Ջիվան Աբրահամյանը չի վիրավորվել։ Ջիվան Աբրահամյանը վիրավորվել է 2020 թվականի նոյեմբերի 1 կամ 2-ը Ճարտար քաղաքից դեպի Մարտունի 2 գնացող ճանապարհի դպրոցին, որտեղ զասադի մեջ էին ընկել Հադրութի պալկավոր ռազմետկի գումարտակը, թվով 29 թե 30 քանի հոգի, մի քանի սպաներ ու զինծառայողներ։ Ճարտարում ենք մենք այդ ժամանակ, խնդիր էր դրվել, որ այդ մարդկանց հանենք։ Խնդիրը կատարել ենք, մտել ենք այդ դիրք, այդ ճեղքել ենք պաշտպանությունը, այդ բանը շրջափակումը, մտել ենք մարդ ընթացել մոտավորապես 2-2.5 ժամ։ Այդտեղ խփվեց Ջիվանը, այդտեղ խփվեց Մոնթեն, բալյուս մյուս վիրավորները այդտեղ կրակեցին նաև ին վրա, ես այդտեղից այս աչ վիրավորումս ես այդ օրն եմ ստացել։ Մի խոսքով ոչ մի զոհ
ովքեր էլ վիրավորվել են, բոլորին տարհանել ենք, այս մատը վարվել է նաև Ճարտար քաղաքի այդ կամավորականները, որ մեր հետևի դիրքն էին պահում, մենք այդ դիրքը արդեն անցել ենք, մեր խնդիրն էին կատարում։ Այս մատը վարվել է բարձրաստիճան սպայի կուրացիայով։ Հիմա այդ մարդու անուն-ազգանունը չեմ տալի, որովհետև այդ մարդը հիմա Արցախի Հանրապետությունում զինվորական ծառայության հրամանատար է։ Եթե այս պատմությունը կհետաքրքրի Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, ընդամենը հարցաքննեք կամանդիր դիվիզիա Արուստամյան Կարենին, ով խնդիրը դրել է, հարցաքննեք այդ սպային, ում անունը կտանք, քանի որ հիմա ծառայության մեջ է եւ կարող է վտանգվի։ Հարցաքննության կանչեք պալկավոր այդ ռազմետքի հրամանատարներին, այդ զինծառայողներին, ովքեր ժամկետային զինծառայողներ են եւ որոնց մենք ենք փրկել։ Հարցաքննության կանչեք իմ ստորաբաժանմանը, հարցաքննության կանչեք Ջիվան Աբրահամյանի ստորաբաժանմանը, որովհետև ինքը իր ջոկատով էր այնտեղ։ Հարցաքննեք Ճարտար քաղաքի կամավորականների հրամանատարներին, ովքեր այդտեղ խնդիր էին կատարում եւ մեր կրակային ապահովում էին անում մեր հետևից այդ գործողության ժամանակ։ Եվ այդքանը մենակ այդ մի փաստը հերիք է, որ սրանք թուրքեր են։ Սրանք թուրքեր են, սրանք թուրքական պրոյեկտ են անում։ Թե ոնց է այդ մարտը տեղ ունեցել։ Թե ոնց ենք հենց նույն ամսի 5-ին վիրավորումներից հետո իրանց ուղարկել ենք հոսպիտալներ, էվակուացել ենք, Ջիվանն էլ նեղացել է, նռնակ էր ուզում, որ իրան պայթացնել, ասի ինչ նռնակ։ Հանել ենք սաղից, հանգիստ, մենք դուրս ենք գալու, սաղս տուն ենք եթալու, ինչ նռնակ, գիժեք, նեղացել էր ինձանից։ Այսօր պախարակում են մեզի։ Այսօր ասում են Ջիվանը չի վիրավորվել, մարտերի չեն մասնակցել, բանկոմատ ենք թալան, դուք պատկերացնում եք ինչերի մեջ են փորձում մեղադրել։ Ականապատումներ արել։ Բացեք Ջիվանի դեպքը։ Այդ բացեք Ջիվանի դեպքը ընդհանրապես հասկանանք Ջիվանը, ես, Մոնթեն, մյուսները խի խփվան կտեն։ Որտեվ լուրջ կասկած ունենք ու հիմնավոր կասկած կա, որ մեր հետևի դիրքից է կրակ վարվեց, մի հոգի կա կասկածելի, այդ մի հոգին կա, արդեն մենք էլ մեր հետաքննություններն ենք անցկացնում, չէ, այդ անկյան տակ, որովհետև այդտեղ հենց այդ պահին, երբ որ խփվել ենք, այդ պահին թուրք չկար, չէր կարա, թուրքերը չէին կարա տնստեին, որովհետև մեր ձախ կողմից իրանք փորձում էին լեքսիկոնից արաբներին, արաբական լեզվաբանությունով էին, մեր ձախ թևից որ փորձում էին ճեղքեն, մեզի շրջապատեն, նռնակային մարդ տեղ ունեցավ, սաղ մեռան ու կարացանք այդ հատվածով դուրս գալ։ Դուք այսօր արա մեզ եք կպնում, ինչի համար եք կպնում մեզի, կոնկրետ կրված վիրավորված մարդկանց եք փչացնում, արա, այդ ձեզ է թվում դուք ձեզ եք փչացնում, դուք ձեր քաղաքական կարիերայի վրա վաբշե խաշ քաշեցիք։ Այդ կնիկ է տղամարդը կարող է վերջում պարզվի կնիկ էլ չէր, այդ որ ներկայանում Արցախի կառավարությունում աշխատում։ Մենք ենք բանկամատներ թալանել, մենք ենք թալանով զբաղվել, մեր ամբողջ գործունեությունը ամեն օրվա ռեժիմով, ամեն վայրկյանվա ռեժիմով գտնվել է ազգային անվտանգության ծառայության, հենց վարչության պետի պրյամոյ մեր հետ եղեք 24 ժամ, որտեղ հատուկ խնդիրներ էին կատարում։ Հացա տալի են ռուսախոս թուրքը, որ պարզվեց ադրբեջանցիը, ասում է, բան էին արել, ինձ հատուկ նշանակել էին ներքին անվտանգության աշխատող եմ, առաջի օրվանից մանախին հետևել ենք, ավելի լավ, շնորհակալություն, ստե երկու հարց է ծագում, խեք ինձ հետևի ամբողջ պատերազմի ընթացքում, ու երկրորդը, որ դուք հետևում եք որպես արտաքին դիտարկում, դուք զեկուցակներ եք գրում, բա հանեք դրանք, հանեք այդ թղթերը մեր ազգային անվտանգության ծառայության արխիվներից, դա տենակ ինչով ենք մենք զբաղվել։ Համզոյանի հետ է խոսում։ Համզոյանը ասում է, տեսել եմ, ես ինչ գործողության էին եկել, ասում է, քեզ պետք է ասել, ասում է, հա, բայց ասում է, վերևներից ասին իրանք հատուկ խնդիր են կատարում։ Դնում է բանը խոս, ու սկսում է ինձի քրֆովներ տալ։ Որ տենում եք ես ինչ բեսպրիձել է, հասել է անդե, դաժե չեն իմացե խիա գնում։
Այ կենթանիներ, այդքան տարվա ռազմական հետախուզության կներեք ռազմական ոստիկանության օպեր եք եղել։ Այս ձև եք աշխատել, որ քանի նախարար եղել է, տարել են շների պես կապել են մոտները, մի հատ էլ նեղացրել են, ընկել եք հետևներներից։ Այսենց եք եղել, որ պետք եք եղել, դուք գործիքա կազմել չեք, եսիմ ինչ եք։ Այդ խեք քֆուր տալի, որ Համզոյանը չի իմացել ինչ խնդիր են կատարում։ Ասում է հետո իմացաք, ասում է հետո վերևների հետ կապնվեցի, Համզոյանը պատկերացեք խնդրի կարևորությունը, որ ռազմաճակատի հենել այդ հիմնական հարվածի ուղղության Ջաբրայելին մոթոց օրերն են, ամենածանր օրերը, անգամ ճակատի հրամանատարը չի իմացել ինչ խնդիր է կատարվել, որովհետև տեղեկատվական արտահոսքեր էր ելնում, գիտենք, որ ագենտուրա կա, բան կա, որ խնդիրները կարանային կատարեն, կուծեշ կերչելներ, հուշ գախներ արվում ամեն ինչը, ինչ կա դրա մեջ։ Ինչ դավաճանություն են կարևոր ճակատի հրամանատարը խնդիրի մասին չենք ասել։ Մենք իրավունք էլ չունենք ասելու, խնդիրը ստացել ենք, խնդիրը կատարել դուս ենք եկել, քեզ պետք է զեկուցենք, թե մանրամասներ ներկայացնենք, այդ եք ուզում, դուք դրդում եք դրան, բայց մենք խոսում ենք այն գաղտնիքների մասին, որոնց մասին կարելի է խոսել, հուշ կարևոր գաղտնիքները, մեր հետ գնալու են գերեզման։ Ու այսօր Արցախի հանրապետության իրավապահմանները լսում են, ներկայանում են արցախցի են։ Բա կանչեք մի հատ ազգային անվտանգության ծառայություն Արցախի, ասեք էսով է ձեզ վերբով կարե։ Ես ինչերից եք խոսում։ Ով ես դու, մի հատ սկսի տեից։ Չեք անում, ձեզ պետք է։ Չեք անում, որովհետև ճիշտ իրախային խոցել եմ հենց հիմա Արցախի հանրապետությունում հենց հիմա գտնվող մի քանի գեներալի որոնք կապ ունեն Հադրութի հետ, Հադրութի հանձնման հետ, ուղղակի իրանք են, թող իրանք էլ ասեն ում հրամանն են կատարել։ Իսկ պաշտպանում եմ Ալզումանյան Միշիկին, որովհետև ես այդ մարդուց դավաճանություն չեմ տեսել ու չեմ էլ հավատում։ Ես տեսել եմ այդ մարդը ինչ ձև աշխատում, խի պետք է չպաշտպանեմ։ Դուք սովորեք, չէ՞, ոմակի պես հարձակվեք, հենց մեկին գցին գետին, սաղը հարձակվեք, սարքեք պետական դավաճան։ Ես ասում եմ, քանի կենթան եմ, միջև ոչ գորալ եմ, Միշիկը Շուշիչի հանձնող չի։ Ես իմ կյանքում իրան երկու օր եմ տեսել, բայց սաղ կյանքս տպավորվել եմ։ Ինչ արեգա դիրքը հանձնային արե, կոնկրետ մեղադրանքներ ներկայացեք, ես էդի չգիտեմ, ես իր այդ պտե չեմ կրվել, չգիտեմ։ Մի զինվորի անգամ ասում եմ, մի զինվորի մահվան համար, եթե մեկը մեղավորություն ունի, անփութության տեսքով կլինի, դավաճանության տեսքով կլինի, անգրագիտության տեսքով կլինի, նա իմ թշնամին է, հիշեք դա, մի զինվորի։ Ես զինվոր սպանողի չեմ կարա պաշտպանեմ, ու ուզում եմ հերս լնի, իմ թշնամին ալնելու։ Դուք այսօր կպել եք մեզի, կպշկել եք մեզի, ենի չի վիրավորվենի, չի կրվենի, թալանով ազբաղվե, արա, լսեք, յանի բանկամատ եք թողե Արցախում, բերանս չբացեք կրը, միչև հիմա Արցախի փողերի տեղը չեն կարում կտնեն, ուր եք հանել, ուր եք տարել, ծամել, բերանս շատ չբացեք, արա, բայց դուք գիտեք, որ ես ման եմ գալի, ու գիտեք մի քանի բան գիտեմ, չեմ ուզում թելը կդրվի, կտնելու ենք, ինչ օպերացիա է եղել, հետո դուք համբեր եք լծեցեք ձեզ ինչեր է սպասվում։ Հիմա բանը գեներալներից պծակ անցել եք բանը դաշտային հրամանատարներին, հա։ Էնի Շուշիա հանձնել, էնի չի կրվենի, ասում է բանին, Եղիշե Սիմոնյանին մանախն է խփել։ Եղիշե Սիմոնյանը ունի ջոկատ, կենթանի մարդիկ կան։ Մի հատ հարցրեք։ Հայդուկներ ջոկատներն էլ, հայդուկ ջոկատի տղիկներ կարան ընկել էին այնտեղ Զիվյատի կիլոմետրի գրավման ժամանակ, էտեի պաշտպանության ժամանակ։ Հələ հարցրեք քանի ունեմ ես Եղիշին տեսել, ու որտեղ ես ընդհանրապես գտնվել, երբ որ այդ տղեկը զոհվել են։ Փորձագիտական եզրակացությունները տալիս են Աթայիսի ու հետանին, վրեկներից հեռի իրանցից 50 կիլո ասկոլտային անե, ասում եմ մանախնակ բանը, գլխից խփե, որ կնոջը տամուստանա։ Այ վիժվածքներ, ամեն ինչը չափ ու սահման ունի։ Ես իմ կնոջ հետ ծանոթացել եմ, պատերազմից հետո, երբ որ նոյեմբերի 28-ն է, թե 27-ն է նոր եկել եմ Հայաստան, չեմ եկել, բերել են Հայաստան։
խանգարում է, ռուսներն ասում են էսի սեպարատիստ է, 4 տարից ինձ տենց տեղափոխել են Հայաստան, էդի սաղ գիտեն ինչ ա եղել։ Նոր այդ ժամանակ Պարոն Ալոմյանը կհաստատի փաստաբան, որովհետև գիտեն, որ իմ ընկերն է Հայկը, խնդրել էին Հայկին, որ Հայկի միջոցով իմ հետ ծանոթանա, որ գոնե հասկանանք Եղիշի դիակը որտե կարան փնտրեն։ Մենք տենց ենք ծանոթացել, իմ տիկնոջ հետ։ Նայ գեփը։ Ասում է սիրածն է եղել երեխեն, արա, դու նես դաշտ ես մտել։ Դու այդ երեխուն էլ ես կպել։ Այդ անալիզներն կա, որ այդ երեխան պատկանում է Եղիշին, ուշադիր լսեք, հրապարակվելու է զուտ մի բանի համար, մի բանի, որ երևա ձեր կուսակցություն չի, ձեր այդ կանտորը, որ սաս փողերը վերցում զակազներ է կատարում, ում էպես տղեկին էլ բան չկա, մեզի ասելուք մտնում եք մեր ընտանիքներ, ով ում հետ ամուսնացե, խի ամուսնացե, երեխու եք կպնում, չեք պատկերացնում ձեզ պրոստ ինչ ասում վաղվանից, փաստաբանները աշխատում են, տեսեք ձեզ ինչ անակնկալներ է սպասում։ Բացի դա տեղեկացնում եմ ժողովուրդ, որ հիմա ժառանգության դատա ընթանում կապված էս Եղիշի նախկին կնոջ, բարեկամների ու իմ տիկնոջ մեջ ժառանգության փոխանակման հացն է։ Այս սաղ թղթերը դրած է, հենց հիմա գործ է քննվում Արաբկիրի այդ դատարանում, ամսի 8-ին էլ դատն էր, այս ամսի 8-ին էլ դատն էր։ Ու նայեք, դուք նայեք ուր են մտել։ Ինչի մեջ են մտել, որ փորձում են դարաշտային հրամանատարի փչացնել։ Այսքան լսակ բաներ են խոսում։ Մի հատ բան լսակ, որը վնասել է պետությանը, հայրենիքին, բանակին, եսիմ, մեկին, բացի քֆուր տալուց, բացի շար անելուց, պախալակման ուրիշ ոչ մի բան չլսան։ Մեղադրում են, որ մտել են հետախուզական խնդիր կատարելու հրամանատարը չի իմացել, որ պետք է չիմանալ է, կարևորը վերևները գիտեն, առաջի կատեգորիայի մակարդակից հրամաներ։ Մեղադրում են, որ ականապատումները իրականացել պատերազմի ժամանակ, դու ձեզ ինչ եմ արել։ Դուք ով եք, դուք ուր եք այդ ժամանակ։ Ուր եք, նորից եմ ասում, ես են ամեն ինչի հետևանքն է, որի միջև հիմա չեն պատժվեն մարդիկ, որոնց հանցավոր գործունեության հետևանքով մենք այսքան զոհեր ունեցանք, այսքան են խրամատները, այսքան, որ խրամատները պետք է սաղ տեղը լներ, պատրաստի կահավորված լներ, պատերազմի մեջ էինք, մի ձեռով փորում, մի ձեռով կռվում էինք, այդ որ դրանք չեն պատժվել, կլնեն նախկիններից, կլնեն ներկաներից, ես ասել եմ մի ձեռ են, այսօրը չէին կնգն, այսօր սրանք սենց չէին կարա խոսեն, ես բանը, ես խի պետք է ականապատում անեի, այդ իմ գործը չէր, բայց այդ էր իրավիճակը պահանջում, թշնամին մեզ գերազանցում էր 20-30 անգամ թշնամին, մենակ կենթանի ուժը չեմ ասում, տեխնիկան էլ, Պետք է ականապատենք էլ, բայց ինչ պետք է, թե ձեզ պետք է հացնենք ընդհանրապես ռազմարմեստը ոնց վարենք, ոնց կռվենք։ Ասում է, հենց ինչ են ասում։ Ասում է, դից ձև են կռվել, որ ոչ զոհ ունեն, ոչ վիրավոր։ Մեղադրում կա, քֆուր են տալի։ Ալիևիդ կապնվեք մի հատ աղաչեք, հենա կակրես կապի մեջ եք, ես որ տենում եմ, կապի մեջ են հետները, որ սենց ընկել եք ջեբերներ, բա ասեք թողան խփեն։ Խեք նեղվե, որ չենք մեղե։ Բա այդքան հետաքրքրվում եք, մի հատ հետաքրքրվեք, խնդիր եղել է, որ չենք կատարել։ Թե ձեզ պետք է հացնենք, ոնց կռվենք։ Բա խնդիր այդքան արդարամիտ եք, այդքան պետականամետ եք, հարենասեր եք, բա խնդիրներ դրեք խերոթը բաց, խեն ինչ ունենք, մի հատ ավտոմատով գրանատով պատերազմ էինք վարում, բա եթե այդքան հարենիքի մասին, պետության մասին մտածող եք, բա այդ խնդիրները սենց մի մալյոտնի չէ, միստուս մտնեք ընդուցելնեք, բա հետևողական եղեք, անուններ եմ տալի, քանի հատ դավաճանի, դրանց մի անգամ չկպակ։ Դուք ոնց եք պատկերացնում, ասք։ Գիտեք իմ դիրքորոշումը քաղաքական իշխանությունների նկատմամբ։
Սրանց ասածներից մեկը չէ, այս քանը մի հատ ճշմարտության հատիկ ունենալ ինձ ինչ կանեն։ Վիժվածք ասում է զախվատի ժամանակ ես իմ ինչեր են արել, այ վիժվածք, զախվատի ժամանակ ուշադի լսի, քեզ է կարողա տենց քսելով տանեն, ինձի չեն կարա քսեն, ընդ որ տենց ներկայացնում ես, յանի զախվատի սպեցի տղեկն են քեզ տենց բան արել, լսի այ կենթանի, նորից եմ ասում, երբ որ ինձ զախվատ են արել, իմ տանդեմ ինձ մատով չեն կպել, ինձ ասել են պետքա գնանք, նստել ենք մեքենան եկել ենք, մեքենայի մեջ ասել են կնես մանակ ջան, պետք է տանք պոլին նկարենք, ավտոյից հանել ու լղճել են, լղճել են ու նկարել են, որ Նիկոլի սիրտը հոգին փարավորվի, քաշ տալով տարել են, Պիպան ոնց է պատմում, իրան ոնց են բանը, նույն ձեռագիրն է, Դոն Պիպոին ոնց են արել, սենց, քաշ տալով, ջարդ, այդ նույն ձեռագիրն է, սա սիստեմա է դառել, կարևորը նկարեն, գետնին գցած մազել չունեմ, ականջներից են քաշում ու բերանս են բանել, որ քֆուրներս քիչ տամ, որ մենակ նկարեն գետնի վրա, ոնց են ոտերները դերը գլխներից են ջարդում են, Էդ էլ պետական իշխանության վերաբերմունքն է դաշտային հրամանատարի նկատմամբ, արածս ինչ է, մի հատ քֆուր է իրաց տվել ու տեղին է տվել, որտեղ պետական դավաճան են, Բա խոսում եք, խոսացեք, արա, ամեն ինչից խոսացեք, բա եթե ղրգաշ չեք, եթե խնդի բան եք, տենց աթարամիտ եք, բա այդ խիչ եք խոսում տանս դեմը, որ բերը պայթուցիկ էին դրել, մի ամիս գորացին ու քերական գործառուցին են կամերաներն չեն ադգրավի, ասում հնարավոր ջնջված են, օրը ցերեկով բերը զրիվչատ կեն դրել, տանս դեմը երեխեքը պայթելու են, բա տես բաներից խիչ եք խոսում, արա, մտել եք իմ անձնական դաշտ, մտել եք իմ ընտանիքին քֆուր եք տալի, որ ինչ կայան, ասում եմ դուք վերացա քաղաքական դաշտում, Սա հատուկ պրոյեկտ է, ազգայնականներին բանանել, հիմա դե հիշում եք ես ձեզ ինչ էի ասում, հիշում եք ինչ էի ասում ազգայնական ուժերի հետ կապված ինչ են անելու, ես երբ եմ ասել, որ դաշնակցությունը փակելու են, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը կայնած այս ամեն ինչի հետևը, ես օրինակ պետք չէ ազգայնական որևէ բան, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը սրանց որ կաշարել են, հիմա հաց են դնում կոնկրետ, Ես ովքեր են հալա սրանք, ես արմատականները, Էտով այդ մանախը հլնում ասում է, այդ ճամպեքը որ տալու է մեր երկրով էտ հանգան տեղի տղեք, ստեղծեք խմբեր պտի պատժենք, Էտով է էտի, մենք ձեր հետ բան ենք պայմանավորում, ինչ ասում ենք վիզ եք ադնում, մեկ էլ ձեր երկրի մեջ տես մի երկու հոգի կան, Էտով հարա, ճամպեք դրանց, Ուրիշ ձև չես կարա հասկանաս ես ամեն ինչը, Ոնց կար այսօր իրան քաղաքականության մեջ իբրև թե տեսնողը, իբրև թե ազգայնականը մտնի ու բեզաբասնովնի առանց որևէ բանի բանանի կպտի դաշտեն հրամանատան իմիջալոց այդ եթերի ժամանակ հնչեցրեց ինքը նաև Բայազետի Արմանի անունը, Բայազետ Ջոկատի հրամանատարի ես հիմա բան չեմ անդրադառնում հրապարակային Բայազետի Արման, քո անունը ինքն արվե, թե ինչ կապ ունի քո հետ խոսալը իմ հետ, էդի դոգն ասում, ես չեմ անդրադառնում, մինչև չճշտեմ, ես անհիմն բաներ չեմ անում, դու դրա պատասխանը դու հրապարակային թող ժողովուրդը իմանա, քո անունն է տվես, կամ սա պրագլատկայի անում, որովհետև հասարակ բան, իրան ինֆորմացիա տվողի անունը խի է տալի, կամ սա պրագլատկայի անում, որ կոնֆլիկտ դառնա, Ես չեմ ուտես պրագլատկեն, պազել ասում եմ, կամ դուք ճշտեք ես հարցերը, ինքն էլ տալի Բայազետի Արմանի անունը, թե ինչու էլ տալի չհասկացա, ու նայեք ինչ է կատարում, ցեցը գցել են, որ դառնա ինքնասիրության հարց, դառնա փողոցային թեմա, դառնա իրար ծամելու թեմա, հենա չեք տենում ինչ են անում, ամեն օր քաղաքում սպանությունները, ամեն օր հանրապետությունում սպանությունները, դա իրանց ձեռ է տալի։ Նայեք ինչ դաշտ են տանում։ Թե չէ ինչ իմաստ ունի իմ անձնական կյանք մտնելը։ Բան եմ արել, կոնկրետ խոսացեք, կոնկրետ փաստարկված։
5-ատ 6-ատ absolut եք բննե զանգել եք Եֆիրով էլ յանի մանախին ճանաչեն բա բերեք հենա Համլետ Ղուշանին եմ հրապարակային դիմում ուրիշ լրատվամիջոցների հավաքեք այդ իշքան իզնից աբիժնիկներ կան այդ որ թշնամիներ ունեն դա պարզ է նորմալ է ուժեղ մարդ եմ ես որ մտել եմ այս քանի դեմ կռվում եմ ես ավելի վատ բաներ եմ սպասում ասում եմ մանախն ասես թուրքը ինձ չի խփի ինձ հայն է խփելու հա ճիշտ եմ ասում Թուրքն չի կարող ինձ խփի Թուրքը կարողանա խփել կխփեին էլի Թե սիրուն աշկերիս համար են միջև հիմա բանը մանգալի Թուրքին այսօր ձեր կտա կենթանի ընկնեմ ձերներս ես կտոր մաշկեն աղալստեն կարեն շատ են սիրում ինձ Այդ թուրքի գործը դուք եք իմանում Դուք եք անում Հայաստանում թուրքի գործ են ինչ որ չի կարացի ան ինքը կրվող տղեքի հետ Ով այսքան զասլուգուներ սաղին դրեցիք այս ծերի ծենծերը կերակ Ով էսի նայեք ինչ մեխանիզմ է էսի նենց ինստիտուտ է որ այն վաղվա երիտասարդ երեխեն են որ թեկուզ մեկով հպարտանում ասի ես էլ տենց դառնամ կամ այս կյանքի ուղին բռնեմ այդ համ լսելով սա բանը ասում ջան կյանք են դրել նայեք չեն անում ինձի պետք չի սա Եվ սրա ապացույցը գիտեք որն է Թո հրապարակեն Թե 1994-95 թվականից սկսած մինչև այսօր Հայաստանի Հանրապետության ռազմական կրթական կրթօջախները բուր կլինի թե ասենք մնացած դեպքերը քանի հայորդի ընդունվել ամեն Եվ հիմա վերցրեք քանի հոգի են հիմա ռազմական բուհերի գործ տալի ընդունում որ ապագա սպա դառնան։ Այդ հարցումները նայեք։ Պաշտոնական խոնդա ստատիստիկա է։ Այդտեղից կտենակ ինչ է կատարվում։ Կոնկրետ թիրախավորել են զինվորականությունը, մատը տեսած զինվորը Քանի հոգու բռնեցիք ասիկ պետական դավաճան հետո ներողություն խնդրիկ թողեցիք։ Քանի հոգի կա որ պետք է տակ պոլին չեք տալի։ Այդ ցուսմունքով տուն պահողներ, խելքները գլուխները հավաքեք։ Ամեն ինչը սահման ունի, դուք սաղ սահմանները անցել եք, դուք չեք կարող անեք դա։ Իսկ եթե հիմա ես թույլ տա իմ տղեկից մեկը խոսար, ասեն նա հանրասիրական պաշտպան Ինձ պետք չի պաշտպանել, ես եմ պաշտպանում։ Ինձ պետք չի պաշտպանել։ Ինձ պետք չի լավ պետքախավորվեն, որտեղ կաղանած ընտանիքներ քուտա։ Գիտեք ուր ենք հասել արդեն։ Անկեղծ եմ ասում։ Ես այս վերջերս տեսա Գոր Վարդանյանի այդ ֆիլմը, կոռուպցիա այդ ֆիլմը։ Իմիջիալս շնորհակալություն ողջունես անկեղծ ասած չէի սպասում տենց ֆիլմ շատ եմ տպավորված ապրի Գոր Վարդանյանը բայց գիտեք ուրիշ ինչ խնդրեմ կա չի բացառվում հերը Վարդանյանից վաղը կալանավոր են վաղը կալանավոր են ինչ ֆիլմ է Ատելություն է սերմանում, հա, սրանք էթան Այսօրվա իրականությունն է այդ ֆիլմը, ես չես մեկ իխոտ չես Այդ է իրականությունը, մեր իրականությունը Այո, դավաճաները թո իմանան, մահաս ասում Այո, դա լինելու է Եթե օրենք հաթարադատությունը չպաջեց Այսքան մեր զոհերի մեղավորներին Այսքան տարածքային զիջումների մեղավորներին Այո ազգայնական պաժի ձեռք աշխատելու դա սաղ աշխատի ու անորից եմ ասում Վարդանյան ես ապշած եմ ուժեղ իմ հետ Խեց հայտնոտնի մեջ է ինք խանվ է
Սա իմ պատասխանը, փորձեցի կորեկտ լինեմ, ուղղակի շատ եմ լարված, փորձեցի կորեկտ լինեմ, որովհետև ուզում եմ էլի որ կանայք էլ լսեն։ Հենա արդեն նայեք էֆիրը խառնում են, արդեն գրում են որ ձայնը կդրտվում է։ Բա Աստված պահապան լինի բոլորիդ։ Աստված փրկի մեր ազգը։ Նոր փրկիչներ մեզ պետք չեն։ Լավ եղեք Աստված սաղիթ հետ լինի։ Ձեն արդեն կդրտվում, արդեն սկսել եմ էֆիրը խառնել։ Կփորձեմ հնարավորության դեպքում եթերը շարունակեմ, մի հատ փորձեմ այս տեխնիկական հարցը տենան ոնց եմ անում չխանգարեն։ Լավ եղեք Աստված սաղիթ հետ։